Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ես կարող եք հետևել Հայլի ակումբի և Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանը, բարև ձեզ պարոն Բոզոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Հիմա շարունակվում է դեռ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, իհարկե այստեղ շատ թռուցիկ բաներ կարող եմ ասել, որտեղ դեռ չի ավարտվել։ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, որը մեծապես կախված է մեկ մարդուց, Ալիևի տրամադրությունից, ասել է Քոչարյանը։ Այդ փաստաթղթերում եւ ընդհանրապես ոչ մի տող չկա երաշխիքներ, երաշխավորներ, մեխանիզմներ եւ խախտելու դեպքում ինչ է կատարվելու։ Տարբեր թեմաների մասին է խոսել երկրորդ նախագահը եւ ես մեկ ամիս առաջ եղել եմ Մոսկվայում 2 օրով շաբաթ կիրակի մասնավոր անձնական ինչ-որ հարցերով, այսպիսի հարցեր են եղել։ Փաշինյանը Թրամփի հետ մեկ լուսանկար է ստացել, ես էլ նկար ունեմ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի Բիլ Քլինթոնի հետ, բայց դրա դիմաց ոչ մի բան չեմ տվել, ասել է Ռոբերտ Քոչարյանը, ակնարկելով, որ Հայաստանից մեծ տարածքներ է տալիս։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե համեմատենք այն ամենի հետ, ինչ կատարվում է, կարելի է համարել երազանքի փաստաթուղթ, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, նրա խոսքով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ենթադրում էր նաև Արցախի գոյությունը։ Հա, այսինքն այն ուժերը, որ շտապեցին կապիտուլյացիոն փաստաթուղթ, սա կոչեր շատ սխալ էր, որտեղ իսկապես մենք ուրիշ փաստաթուղթ չունենք, որով կարող ենք գոնե պահել Արցախը, ել չեմ ասում մեր տարածքները, ել չեմ ասում Հայաստանի Հանրապետության տարածքները եւ այլն։ Կարծում եմ հետաքրքիր է օրվա ընթացքում կհասցնենք ծանոթանալ եւ մի մեջբերում էր սոցիոլոգիան շատ հստակ ցույց է տալիս, որին պարագայում մենք ավելի շատ ձայն կհավաքենք, քան մեր թիմից մեկ ուրիշի պարագայում, ասել է Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով այն հարցին, թե չի մտածել քաղաքականությունից դուրս գալու մասին Փաշինյանին հաղթելու համար։ Կարծում եմ 2021 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ ես ունեմ ինչ-որ չափի ազդեցություն եւ ինչ-որ մի զանգվածի կոնսոլիդացիայի հնարավորություն։ Ահա այսպիսի բաներ։ Մենք ներքաղաքական հարցերին հետո կանդրադառնանք, պարոն Բոզոյան, ես ուզում եի սկսենք մեր հարևան երկրից Վրաստանում ընտրություններ տեղի ունեցան, շատ հետաքրքիր, մի դիտարկում միայն մեզ մոտ, երբ որ այս ազգակործանը եկավ, թուրքական ուժերը եկան իշխանության, 1 տարի հետո, թե տարի կես հետո, երրորդ նախագահը ասեց, ես չեմ պարտվել Նիկոլին, ես պարտվել եմ գերտերություններին, թե մեծ ուժերի եմ պարտվել։ Հետաքրքիր էր, այս նկատառումը սոցիալական ցանցերում ես նկատեցի, որ ահա ինչպես է լինում, երբ որ կան երկրներ, օրինակ իշխանությունները պայքարում են այդպիսի գերտերությունների ազդեցիկ երկրների դեմ եւ կարողանում են չպարտվել։ Սա ուղղակի օրինակ է, այս հետևությունը մենք պիտի անենք, այս օրինակները ունենանք ապագայի համար, այսինքն որևէ պարագայում չի կարելի հանձնվել, եթե դիմացը այնպիսի ուժեր են, որոնք գալու են եւ կործանեն քո երկիրը։ Իսկ պետությունը նրա համար է, որ այդ բան չի, այսպես մեր նման չի էլի, որ կամ ինչ-որ փորձագետներ կռահեն, ասեն, չգիտեմ, գուշակեն եւ այլն, պետությունը ունենում է հզոր մեխանիզմներ, համակարգեր, որոնք բանեցվում, աշխատեցում են հենց նրա համար, որ այդպիսի վտանգներից կարողանան երկիրը պահել եւ չհայտնվենք մենք այս վիճակում, որ հիմա ենք հայտնվել։ Ինչևէ, ինչ տեղի ունեցավ Վրաստանի ընտրություններում, խնդրեմ։ Տեսեք, ուրեմն Վրաստանի ընտրությունների բաժանենք երկու մասի։ Առաջին մասը Հա, իմիջիալը շատ շնորհակալ եմ։ Օй, ինչպես եւ խոստացել էր, լավ էր խոստմանը, համաձայն այս մահակը եկել տեղի հասել։ Ուղղակի ճիշտ է, միշտ այս վերջերս էլ բանն էր խոսում, Ռուսաստանի Դաշնության նախագահն էր խոսում, լոմի մասին էր խոսում, ասում է դե որ դու լոմ ես ցույց տալի, լոմի դիմաց միշտ մի ուրիշ լոմ կարող է էլի հայտնվել։ Հիմա եթե ոմանք, ես չգիտեմ, ինչ որ մարդիկ ինչ որ մուրճ են ցույց տալիս, չգիտեմ ինչ են ցույց տալիս, մարդիկ էլ ինչ որ մի բանով պաշտպանվեն, թե չէ, կարող ասեն մահակ հայտնվել, չէ։ Այսպիսի բաներ կա, ապա իսկապես կոլեկտիվ գլոբալիստական մուրճին արդեն հակագլոբալիստները այո Վրաստան են գալիս այո սեփական մահակը Վրաստանում հույս ունենանք որ Հայաստանում մահակը այդպես էլ կաշխատի միավորումներ կլինեն Չեխոսլովակիայի օրինակը կա այսինքն էսի օրինակը խնդրեմ Գեցե մահակը ինչ էլ բան է ես ասեմ շատ ուժեղ է իսկ հատուկ որակի է կարել որ մուրճինը դիմանա հա կդիմանա շատ սիմվոլիկ նշանակություն ունի որովհետև Վրաստանում այն ինչ որ կատարվեց, դա միայն ներ վրացական խնդիր չէր,
Փաստացի Վրաստանում այսպես կոչված գունավոր հեղափոխության 5-րդ փորձը պարտվեց ընդհանուր առմամբ գունավոր հեղափոխությունների ամբողջ այդ շարքը։ Որովհետև այդպես բարձր է գնահատում։ Որովհետև գունավոր հեղափոխությունները հետ խորհրդային տարածքում ստեղծվեց Վրաստանից, եթե հիշում եք 2003 թվականին Վարդերի հեղափոխությունով սկսվեց, եւ սիմվոլիկ է, որ 2025 թվականին նույն Վրաստանում ավարտվում է այդ գունավոր հեղափոխության փորձը եւ որը սիմպտոմատիկ է, որովհետեւ աշխարհն է փոխվել։ Ինչու սկսվեցին գունավոր հեղափոխությունների, այսպես ասած, շարքը մի հատ ես ասեմ, կարճ ներկայացնեմ, հետո ասեմ թե ինչու է հիմա ավարտվում, որտեվ որպեսզի մենք հասկանանք, որ Փաշինյանների, Զելենսկիների էպոխան դարաշրջանը արդեն ավարտվել է։ Նույնիսկ իրենց պապաների դարաշրջանն է ավարտվել արևմտյան երկրներում, օրինակ Բայդենի դարաշրջանը ավարտվեց։ Այսօրվա Մակրոնի իրավիճակը Ֆրանսիայում ցուցանիշ է, որ ինչպես է ինքը ավարտվելու, որտեղ ինքը անփարունակ իր վարկանիշը անփարունակ մակարդակի է հայտնվել եւ մեծ հաշվով արդեն չի կարող ձևավորի կառավարություն։ Ծանր վիճակի մեջ են արդեն այսօրվա դրությամբ Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ղեկավարները, որտեղ Ֆրանսիայի տեսնում եք ինչ է կատարվում։ Ֆրանսիայում ասեցի ես, Հունգարիայում, Սլովակիայում, արդեն նաեւ Չեխիայում նոր մարդիկ են եկել եւ որոնք ուզում են նոր էջ բացել, որը ֆունդամենտալ տարբերվում է այն գլոբալիստական տենդենսից, որ կար մինչ այսօր։ Տեսեք, գլոբալիստները սովորաբար մեծ իրենց հաջողություն եղավ այն ժամանակ, երբ որ խորհրդային միությանը հաղթեցին։ Այդ մինչև խորհրդային միության փլուզումը կար երկու կենտրոն գլոբալիստական, կոմունիստական եւ այսպես կոչված կապիտալիստական կամ դեմոկրատական, ինչպես ասած է բանանենք։ Այդ կապիտալիստական դեմոկրատական էպոբանը գլոբալիզմը հաղթեց կոմունիստական գլոբալիզմին, հաղթելով աշխարհին թվաց թե արդեն վերջ, արդեն աշխարհը միաբևեռ համակարգի մեջ է մտել, բոլորը պետք է ունիֆիկացված ճանապարհով գնան եւ իսկապես կոմունիստական համակարգը խոչընդոտ էր զարգացման համար, թե մարդու իրավունքների իմաստով, տնտեսական զարգացման, քաղաքական իրավունքների իմաստով, դա տրամաբանական դրով պետք է փլուզվեր։ Բայց ինչ կատարվեց համաշխարհային գլոբալիստական կենտրոնները ճանապարհ բացելով այդ երկրներին, ասենք խորհրդային միության երկրներին, Չինաստանին, Հնդկաստանին ճանապարհ տալով դեպի կապիտալիզմի զարգացումով, այդ երկրները հզորացան, ուժեղացան եւ ըստ էության լուրջ մրցակից են դարձել հենց իրենց արդեն։ Այսինքն ստացվել է հետեւյալը, որ Չինաստանը, որը կոմունիստական կապանքներից ազատվելով, կապիտալիզմի ճանապարհով զարգանալով, այսօրվա դրությամբ Չինաստանի աշխատողի էֆեկտիվությունը անգամներով ավելի բարձր է, քան ամերիկացու կամ եվրոպացու։ Այսինքն փաստացի Չինաստանը եւ մարդու քանակները, որ հաշվում ենք, փաստացի Չինաստանը զարգանալով ի շնորհիվ արևմտյան, այսպես ասած, արժեքների ճնշման, որպես ինքը ազատվեց կապիտալիստական ճանապարհով գնաց, ինքը արդեն դարձել լուրջ մրցակից եւ ավելին կարող եմ ասեմ, այն տնտեսական մոդելը, որ կա արդեն եվրոպական երկրներում եւ Միացյալ Նահանգներում, ճգնաժամ է ապրում։ Ինչի, որտեվ ինչի է ճգնաժամ ապրում, որտեվ մեծ հաշվով այդ երկրները զարգանում էին իրենց տարադրամների արդյունքում, դոլարի արդյունքում, դոլարը ամբողջ աշխարհում էր դոմինանտային էր եւ իրենք կարող էին, ասենք, քիչ աշխատել, հա, իրենց գործարանները, բաները արտահանում էին այլ երկրներ, որպես ինտեղ ավելի էժան աշխատուժով աշխատել, ստացվեց այնպես, որ գնաց դեինդուստրիալիզացիա Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների պրոցես գնաց եւ փաստացի արդեն Չինաստանը, Հնդկաստանը իրենք զուտ արտադրական իմաստով ավելի հզոր արտադրություններ ունեն, քան ասենք արևմտյան երկրները, որի արդյունքում արևմտյան երկրները որպեսզի զարգանան, իրանք սկսեցին պարտքեր կուտակել։ Պարտքեր կուտակելով, եթե մարդը անդադ պարտք է կուտակում, ինքը դեռնում է մեծ հաշվով պարտքի դրա հաշվին ապրում, այսինքն արևմտյան երկրների քաղաքացիների բարեկեցությունը պայմանավորված է պարտքեր կուտակելով։ Հիմա պարտքերը այնքան են կուտակել, որ աշխարհը արդեն սկսում է կասկածել, որ այդ պարտքերը կարող են հանձնել։ Որտեղ մոտարպես այն բանը, որ եթե մարդը 10 հոգուց շատ պարտք է վերցնում, 11-րդ մարդը սկսում է այդ պարտքը չտալ արդեն, հա, sense ձևակերպենք։ Արդյունքում առաջանում է ճգնաժամ։ Տեսեք, ոսկու գինը մեկ ունցիայի համար արդեն հասավ $4000-ի, որպեսզի հասկանանք թե ինչ է նշանակում 44 թվականին $35 էր։ $35-ից հիմա 4000։ Դա ինչ է նշանակում, որ մարդիկ արդեն դոլարի նկատմամբ արդեն օրում է արդեն, չէ։ Հիմա տեսեք, ինչ արեց կոլեկտիվ արևմուտքը խորհրդային միության փլուզումից հետո ինքը թելադրեց, թե ինչ բարեփոխումներ պետք է իրականացվեն։ Թելադրման ժամանակ ինքը պարտադրեց, որ արագ սեփականաշնորհում գնար։
Բայց արագ սեփականաշնորհման որպեսզի գնար, պետք է մարդիկ ունենային փող, որ արագ վերցնեին, չէ՞, այդ բանը։ Այդ փողը կարայի լինել խորհրդային ժամանակ, այդ փողը, այսպես ասած, ոչ լեգիտիմ փող էր, համաձայն եք սրա։ Ռայկոմ քարտուղարները նախքին կաշառակերները հավաքել էին։ Բայց եթե դու պահանջում ես արագ սեփականաշնորհում, օբյեկտիվորեն այդ սեփականաշնորհը անարդար բնույթ է կրում, որտեղ այդ մարդիկ իրենց կուտակած փողերը վերցնում էին, սեփականաշնորհում էին ու հասարակության մեջ առաջանում էր դժգոհություն։ Համաձայն եք սրա։ Բայց մի հարված էլ ստացավ ժողովուրդը, ժամանակ դրան բան փոխվեց եւ ինչքան կորուստներ եղավ, այսինքն մի քան դա դետալ էր ուղղակի։ Բարձր է, բայց ամերիկացիները, քանի որ պարտադրում էին այդ արագ սեփականաշնորհում, ինչ էին պարտադրում։ Պարտադրում էին, որ հանգարց խորհրդային միությունը չվերականգնվեր։ Դա իրանց համար գեոստատիկի խնդիր էր։ Հանուն դրա համար իրանք ասին, որպեսզի հանգարց խորհրդային միությունը չվերականգնվի իր համակարգով, մենք պետք է կազմաքանդենք այդ հին համակարգը, որպեսզի այդ չվերականգնվի։ Կազմաքանդման լավագույն տարբերակը ինչ էր։ Պետական սեփականությունը կոպեկներով հանձնել մասնավոր մարդկանց։ Այդ մասնավոր մարդիկ հարկավոր իշխանության մոտ էին, իրանք մեծ շահույթ ստացան, որը առաջացրեց մեծ անարդարություն։ Անարդարության ժամանակ էլ նույն Միացյալ Նահանգները իրենց իսկ մեղքի պատճառով որ կատարվել է, սկսեցին օգտագործել այն շերտերին, այն շրջանակներին, որոնք սկսեցին բողոքել այդ անարդարության դեմ։ Հասկանում եք, այսինքն փաստացի գունավոր հեղափոխության կրողները Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում, այն շրջանակներն էին, որոնք պատրաստվում էին արևմտյան կենտրոնների կողմից, բայց նույն արևմտյան կենտրոնները մինչև այն համակարգեր, որ ձևավորված էր քրեաօլիգարխիկ, իրանք էին հովանավոր այդ քրեաօլիգարխիկ համակարգը ձևավորել։ Այսինքն Ռուսաստանում, Բելարուսում, Ուկրաինայում, Հայաստանում, Վրաստանում այն համակարգերը, որ կար մինչև հեղափոխությունները, իրանք էին այդ ռեժիմները աջակցում, սպասարկում եւ խրախուսում, որ արագ գնա այդ process-ը։ Հասկանում եք, այսինքն այդ արևմտյան կենտրոնների քաղաքականությունը շատ երկերեսանի եւ իրականում շահադիտական նպատակ էր հետապնդում մաքսիմալ թուլացնել իրենց պոտենցիալ հակառակորդներին։ Սա է խնդիրը։ Եվ ըստ էության, եթե սկզբնակ 2000-ական թվականների սկզբում մարդիկ անկեղծորեն հավատում էին, որ հեղափոխությունը կարող է բերել մարդկանց կյանքի բարեկեցության բարձրացում եւ այլն, ապա հիմա արդեն աշխարհի բոլոր պոստսովետական ժողովուրդները արդեն հասկացել են, որ դա խաբեություն էր։ Տեսեք, վրացիները արդեն 2000-ական թվականին, որ Բարտելի հեղափոխության ժամանակ եկավ, այդ ժամանակ մարդիկ տեսան ինչ կատարվեց։ Այդ բաների արդյունքում 200,000 մարդ գնաց բանտերով։ Իհարկե ինչ-որ բարեփոխումներ եղավ, բայց ինքը 20%-ը կորցրել էր այն ժամանակ, 20%-ը հավերժորեն կորցրեց արդեն, իսկ Սաակաշվիլի քաղաքականության պատճառով։ Եվ մարդիկ հասկացան, որ եթե Սաակաշվիլի թիմը նորից վերադառնա իշխանության, այդ 20%-ը կարող 40%-ը կորցնեն։ Տրամաբանական էր, որ մեծ հաշվով վրա ժողովուրդը հասկանար, ինքը իմունիտետ ստացավ այդ 2003-ի 2000 մինչև 8 թվականների այդ ժամանակաշրջանից եւ ինքը մերժեց Սաակաշվիլին։ Բայց գլոբալիստները շատ հզոր բանի մեջ են, հիմա տեսեք, ճանկերը գցել են Ռուսաստանի։ Գլոբալիստները ուժեղ են այն ժամանակ, երբ որ մարդկանց հնարավոր է խաբել, համոզել, հասկանում եք։ Հիմա տեսեք, ողջ Եվրոպային հիմա մոլորեցե խաբել են, որ եթե մենք չպաշտպանենք Ուկրաինային, Ռուսաստանը կհարձակվի մեզ վրա։ Ինչ կատարեց Ուկրաինայում։ Իրանք մարդ խոսք են տալիս, որ Ուկրաինան պետք է դառնա ԵՄ անդամ, ՆԱՏՕ-ի անդամ, չէ, 2004 թվականին նարնջագույն հեղափոխության արդյունքում։ Այդ խոստման արդյունքում այսօր 50 միլիոնից Ուկրաինայում մնացել է գիտեք ընդամենը մոտավորապես 30 միլիոն մարդ։ Պաշտոնական տվյալներով արդեն 10 միլիոն մարդ արդեն գտնվում է արևմտյան երկրներում, 1,700,000 մարդ անհայտ կորած է կամ սպանված է, եւ մնացածները անհայտ են թե որտեղ են, ասենք տարբեր այլ երկրներում, ոչ արևմտյան, Ռուսաստան են փախել, այլ երկրներ են փախել։ Սա ողբերգությունն է, այսինքն այն մարդիկ, որոնք երազում են, որ պետք է դառնային ԵՄ անդամ, ենթադրում են, որ իրենց կենսամագարտակը միանգամից կբարձրանա, իրենք հայտնվեցին գետնի տակ։ Սա այսինքն ուկրաինական ժողովուրդը դրանից ինչ հետևանք պետք է ունենա։ Դրամ էլ այդ ժողովուրդը հիմա ողբերգական վիճակի մեջ է, բայց այդ ողբերգական վիճակի գլխավոր պատճառը հենց այդ նույն արևմտյան կենտրոններն էին, որոնք մտածում էին, որ Ուկրաինայի միջոցով կարող են սարքել թնդանոթ հիմից ընդդեմ Ռուսաստանի։ Սա է խնդիրը։ Հիմա նույնը կատարվեց Հայաստանում։ Հայաստանում ինչ կա, մինչև 2018 թվականը կար անարդար իրավիճակ, քրեաօլիգարխիկ համակարգ, որը իդեպ այդ քրեաօլիգարխիկ համակարգի կայացման մեջ մեծ ներդրում են արել նույն այդ ամերիկյան եւ եվրոպական շրջանակները, շատ մեծ, որովհետեւ իրանք էին խրախուսում արագ սեփականաշնորհման, իրանք էին խրախուսում այդ բարեփոխումների ամբողջ ընթացքը գնում էր USAID-ի, այսպես հովանու ներքով եւ այդ ամբողջ process-ը Համաշխարհային բանկի, IMF-ի բանով, ջանքերով, խորհուրդներով էր գնում այդ ապրանքը։
Եվ այն ինչ որ ստացվեց մինչև 2018 թվականը, դա այսպես ասած ամերիկացիների եւ եվրոպացիների երեխան էր։ Բայց քանի որ ժողովուրդը դժգոհեց, այդ նույն կենտրոնները, ովքեր որ դրա ճարտարապետն էին, սկսեցին աջակցել այդ շրջանակներին, որովհետեւ տեսան, որ այդ շրջանակներին փողոցից որ աջակցեն փողոցի մարդկանց որ բերեն ավելի հեշտ կլինի կառավարել, քան արդեն հին մարդկանց, որոնք արդեն այսպես ասած ծխպացել են եւ իրենց բանը խորհուրդները կարող են ավելի քիչ լսել։ Եվ նաեւ չմոռանանք, որ գլոբալիստների գործընկերը մեր տարածաշրջանում Թուրքիան է, իսկ Թուրքիայի նկարտումները Հայաստանի ոչնչացում։ Հիմա տեսեք, հիմա ավելի աստիճանաբար գանք դրան, հա։ Տեսեք, իրենք բացի այդ ներքին խնդիրներից ունեն նաև աշխարհակաղակական խնդիրներ։ Իրենց աշխարհակաղակական խնդիրները իրենք չեն թաքցնում։ Իրանց նպատակը Ռուսաստանն է, Չինաստանը եւ պոտենցիալ այն երկրները, ովքեր որ կարան ոտքի կանգնեն եւ սպառնան իրենց։ Դա շատ պարզ է։ Վաղը միսօրը կարող է դառնալ Հնդկաստանը, որտեղ Հնդկաստանն էլ է շատ արագ տեմպերով զարգանում։ Իրենք ինչ են ասում Հնդկաստանը, Չինաստանը, որտեղ այդ երկրները պոտենցիալ հարուստ երկրներ են, պոտենցիալ հարուստ երկրներով իրանք սպառնում են իրենց Իրանք արդեն չեն կարող մրցակցեն եւ իրենք ասում են որպեսզի մենք կարողանանք գոյատևենք մենք դες մարդկանց պետք այդ երկրներին կամ պետք է ոչնչացնենք կամ երկրները պետք է մասնատենք իրանք տարբերակ չունեն դա սենց ասեն ցանկացած ոնց որ քաղցկեղը ինչ է քաղցկեղը որ զարգանում է եթե ստադիոնները խորանում են ինքը արդեն մարդուն սպանում է չէ եթե դու առաջի ստադիոնում չես սպանում ինքը մարդուն կսպանի իսկ մարդու եւ քաղցկեղի մեջ պայքար է գնում անընդհատ ով ում կսպանի մարդը քաղցկեղը կսպանի առաջի ստադիոնում թե վերջին ստադիոնում քաղցկեղը կստանի մարդուն Հիմա այդ նույն process-ը գնում է, բայց քանի որ այդ գլոբալիստների վերջնանպատակը մեծ հաշվով իմաստավորված չի, որտեղ իրանց նպատակը չար նպատակ է, իրանց նպատակը ոչնչացման նպատակ է, իրանց նպատակը զարգացնել, չգիտեմ, սեքսուալ փոխնամասների տիրաժիրով կանել, իրանց նպատակը այլասերում զարգացնել, որտեղ իրանք արդեն այլասերել են որպես հասարակություն։ Այն հասարակությունը արամեցան, որ մենք ճանաչում էինք մինչև 60-ական, 70-ական, այլևս չկան այդ երկրներում։ Այդ երկրներում արդեն քարոզը լրիվ այլ արժեքների շուրջ է գնում։ Իրանք արդեն այլասերվել են, իրանք քիչ են աշխատում, շատ բարձր աշխատավարձ են ստանում եւ պատրաստ չեն այդ աշխատավարձից հրաժարվել։ Հասկանում եք, ի՞նչն է խնդիրը։ Եվ իրանք պարտվում են մրցակցության մեջ ճապոնացիներին, ռուսներին, չինացիներին, հնդիկներին եւ օբյեկտիվորեն իրանց մոտ առաջացել է հետեւյալը կամ այդ երկրների մենք պետք է թույլատնենք ջարդենք կամ իրանք մեզ կուտեն Էս է իրանց նպատակը բայց քանի որ իրանց նպատակը տրամաբանված չի արդյունքում իրանք արդեն սկսում են պարտվել եւ իրանց մեջ առաջանում է հարց իսկ միգուցե մեր նպատակը ճիշտ չի որի արդյունքում արդեն իրանց մոտ առաջանում է այդ խնդիրը եւ Տրամպի հաղթանակը անցյալ տարի նախագահական ընտրություններում դա այդ հարցադրման այն ամերիկացիներն են որոնք ասում են վերջ մենք հրաժարվենք արդեն իմպերիալիստական քաղաքականությունից մենք արդեն մեր ներքին կյանքով պետք է զբաղվենք մենք ներքին միգրացիայի դեմ պետք է պայքարենք մեր էկոնոմիկան պետք է առողջացնենք եւ այդ Տրամպի հաղթանակը դա իմպուլս տվեց որ այդ նույն ուժերը սկսեն արդեն հաջողություն արձանագրել նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում, Չեխիայում Սլովակիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում եւ այդ process-ը անխուսափելի գնալու է, զարգանալու է։ Եվ հիմա դուք կզարմանաք հիմա Մեծ Բրիտանիայում արդեն թիվ 1 կուսակցությունը դարձել է հակագլոբալիստական ուժը Նայջել Ֆարալի գլխավորությամբ, որը եթե այսօր ընտրություններ լինի, ապա ինքը առաջ տեղ է գրավի։ Իսկ մի քանի տարի հետո ինքը արդեն բացարձակ մեծամասնություն կունենա։ Սա տենդենս է, որը բոլորի համար արդեն ուղղակի մենք պետք է դիմանալ, որտեղ մեր էգզիստենցիալ հարցերը։ Մեր պարագայում մենք ինչ արեցինք, մենք չգիտենք թե ինչ անշուշտ գունավոր հեղափոխություն եւ դրա հետևանքը։ Մենք տեսանք 2018 թվականին հրճված էինք, որ փողոցից եկել էին երիտասարդ մարդիկ, որոնք կարող էին իսկապես արդարություն բերել, մարդկանց անկեղծորեն հավատում էին, բայց ինչ բերեց։ Այդ երազանքի տեղը մենք տեսանք հազարավոր զոհեր պատերազմ, մենք տեսանք նոր պատերազմ։ Այս մարդը գալիս էր խաղաղության քարոզով, բերեց մեծ պատերազմ։ 4 պատերազմ։ Այս մարդը 4 պատերազմ թե մի քանի շատ, մինչև 7-8 պատերազմ են հաշվում, մանր պատերազմները որ հաշվում ենք։ Եթե մենք 4 օրվա այդ 4 օրվա ապրիլյան պատերազմի պես պատերազմներ հաշվում, կապատ մենք դες բազմաթիվ պես պատերազմներ ունենք։ Եվ դա անverջ հավերժ անելու, քանի այս մարդը քանի Նիկոլը կա։ Հիմա ինչն եմ ուզում ասել, որ սա փաստացի սա մենք տեսանք, մենք դառը շատ ծանր գին վճարեցինք, մենք Արցախը կորցրեցինք։ Մենք կանգնած ենք լրջագույն խնդիրներ, դա ցանկացած գունավոր հեղափոխություն բերում է մեծ ողբերգություն եւ այդ ժողովուրդը պետք է գին վճարի։ Այդտենց գին վճարում է Ուկրաինայի ժողովուրդը։ Այդտենց գին վճարեց վրացի ժողովուրդը։ Մենք շարունակում ենք վճարել եւ հիմա կանգնած ենք իրել չլինելու արժե։ Մենք շարունակենք այնքան, մինչեւ որ այս իշխանությունը կմնա։ Այս իշխանության ամեն ամիս
ամեն շաբաթ, ամեն օր, աղետ է հայ ժողովրդի համար, ամեն օրվա մնալը դա նոր աղետաբերելու երևացող եւ չերևացող հիմա չերևացող աղետները կուտակվում են վաղը մյուս օրը պայթելու են եւ տեսանելի են դառնում որը մենք չենք տեսնում որտեւ այն կուլիսային process-ները որ գնում են դա կուլիսային է եւ իշխանությունը թույլ չի տալու որ դա երևա Իդեպ քիչ առաջ ասեցի ես պարոն Բոզոյան երեք մտքովս անցավ հայ ժողովուրդը այսօր պետական քննության առջև է կանգնած այս 30 տարի հիմա արդեն 30 քանի տարի է 6 տարի է 7 տարի սա էլ կա մենք կամ այս քննությունը հաղթահարում ենք Նիկոլին վռնդում ենք կամ այս քննությունը չենք տալիս եւ կորցնում ենք պետություն այսինքն պետության պետականություն ունենալու քննության առջեւ կանգնած հայ ժողովուրդը մնում է թե չէ վռնդում է թե ոչ կոպիտ ասեմ սա 21-րդ դարի նոր քաղաքական տեսակի սարդարապատ լինելու քաղաքական սարդարապատ լինում է թե չէ մնում ենք թե չէ մեր պետությունը հայ է մնում է թե հայը չի մնում ժողովուրդը պետքա հասկանա եւ գիտակցի որ ինքը տեսեք այս ընտրություններով պետքա որոշի իր ճակատագիրը ինքը ունենա Արցախի ճակատագիրը թե ինքը կունենա հնարավորություն տեսեք պարոն Բոզյան մենք չենք հասցրել մենք միջև հիմա չկարողացանք մեր ժողովրդին հասկացնել որ տեսեք 18-ի վերջ 19-ի ընտրություններ եթե դուք այդտեղ տապալվեցիք ազգակործանի հետևից գնացիք մենք տվեցինք Արցախի կեսը 21 թվական դուք գնացիք եւ որ մենք ասում էինք ճակատագրական ընտրությունները հիշում եք մեզ չէին լսում 21 թվական գնացին ընտրությունների ճակատագրական ընտրություններ կորցրեցինք ամբողջ Արցախը տվել ենք Հայաստանի Հանրապետությունից 1040 կիլոմետր տարածքներ տվել ենք բարձունքը տվել ենք շրջափակման մեջ ենք ու այս աղետն ու ցեղասպանությունը 26 թվականի ընտրությունը մենք չենք հասկացել եթե հանկարծ լինի ոչ թե դու մի հատ աբարան ես կորցնում աշտարակ ես կորցնում չգիտեմ ինչ ես անում հաց ես կորցնում մենք դի հասկացենք եթե 26 թվականին ԿՊ-ն Նիկոլը ընտրվում է վերջացավ Հայաստանը տեսեք ես մենակ չասեք չէ դրանից հետո մենք դեռ շանսեր ունենք հնարավորություն չէ սա ճակատագրական ընտրությունն է ես համաձայն 18 թվականի ընտրությունների արդյունքում մենք կորցրեցինք Արցախի կեսը 21 թվականի ընտրությունների արդյունքում մենք կորցրեցինք ամբողջ Արցախը 26 թվականի ընտրություններում եթե այս իշխանությունը վերարտադրվեց մենք կկորցնենք Հայաստանը դա իմ համար միանշանակ է ես նույնպես եմ կրկնում բայց սա այդ գիտակցությունը արդեն բոլորի մոտ կա եւ կարծում եմ որ իմաստ չունի ժողովրդի վրա գցել այդ մեղքը թե ժողովուրդը չգիտակցում ժողովրդին սովորաբար աշխարհի բոլոր ժողովուրդներին ներկայացնում են քաղաքական վերնախավի ներկայացուցիչները եթե քաղաքական վերնախավի ներկայացուցիչները համապատասխանաբար չեն կարողացել ժողովրդին ներկայացնել ուրեմն դրա մեղքը ոչ թե ժողովուրդն է այլ քաղաքական վերնախավի ներկայացուցիչները Ես դա դասագրքային ճշմարտություն անժելա։ Դա համար ժողովրդին որևէ պարագայում մեղադրել չի կարելի։ Աշխարհի բոլոր ժողովուրդները, լինի դա վրացիները, դա ռուսները, դա ամերիկացիները, ես մի օրինակ բերեմ, ես քանի որ իրանք միշտ ձևավորվում են եւ տեսակետ են ստանում վերնախավի կողմից ինֆորմացիա ստան։ Եթե քո վերնախավը այսպեսին է եւ չի կարողացել մինչեւ հիմա դա բացատրի, դա կներեք մեղավորը ժողովուրդը չի։ Տեսեք, ես մի օրինակ բերեմ համաձայնելով ձեզ հետ, պարոն Բոզոյան, դե ասում եմ, ես քանի օրը խոսում եմ դրա մասին, Գյումրի ընդ որում դες ոչ թե գնացել եմ 1 ժամվա, 12 ժամ եղել եմ Գյումրիում առավոտեցին տարբեր թաղերով, փողոցներով, տեղերով, միջավայրով եւ այլն եւ այլն։ Ուզում եմ իսկապես ուզում եի հասկանալ, իմիրար դուք շատ ճիշտ եք անում, որտեվ ձեր թիմը գիտե որ շրջաներում, գյուղերում շատ ելում, միանգամից հասկանում ես ինչ է կատարվում, այո, դե չէ այստեղ Երևանում նստած երկու կարևոր բան, պարոն Բոզոյան, որ սոցիալական ինչ խնդրի ինչերի մեջ ենք մենք եւ մեղավորը Նիկոլն է ինչ է անում, ինչ վիճակի մեջ է հասցրել, ինչ աղետ է բերել սոցիալական առումով մեր ժողովրդին եւ երկրորդը անվտանգային հարցը, որ կարող է ընդհանրապես չլինի, որ մենք ցեղասպանվենք Թուրքիան մտնի, չգիտեմ կզարմանաք թե կընդունեք դա, չէ դուք ամել աշխատել եք, համագործակցեցիք ինչ որ մի փուլում, կարող է զարմանալ, բան գյումրեցի գիտակցում են Վարդան Ղուկասյանը մարդկային հայերենով իր քաղաքացիներին հասկացրել է, որ սոցիալական աղետը բերել է Նիկոլը, որ անվտանգության աղետը գյումրեցիներ ջան, բերել է Նիկոլը եւ ինչ է սպառնում, ամեն երկրորդի հետ խոսում էի, ասում ես ինչ արել մեր գլխին, Թուրքին բերում է, Թուրքին բերում է սա, այս ինչ արել։ Ես հեսա մի քանի բան ասեմ։ Այսինքն աշխատում է մարդը, տեսեք ո՞նց է հասկացել ժողովուրդը։ Ես համաձայն եմ ձեր հետ, հիմա ինչ եմ դա ասում։ Մեր համագումարի ժամանակ է Թևանյանը ասաց, որ մենք կաբինետային կուսակցություն չենք լինելու։ Մենք լինելու ենք ժողովրդի հետ ամեներա շփումների կուսակցություն, եւ դա ճիշտ է։ Մարդկանց հետ շփվելով պետք է մարդկանց բացատրել։ Մենք էլ որ մարդկանց հետ շփվում ենք, տեսնում ենք իրական տրամադրությունները։
այդ տրամադրությունները շատ հասկանալի եւ տրամաբանական են։ Մարդկանց 90%-ը հասկացել է, որ այս իշխանությունը մահաբեր իշխանությունն է։ Այլ խնդիր է, որ կան հարցադրումներ, որը մեր ժողովրդին պետք է բացատրել։ Ես օրինակ բերեմ, որ դուք ընդհանուր պատկերացնեք։ Օրինակ, մարդկանց մի զգալի մասը ասում է, որ այ ռուսները փաստացի մեղավոր են, որ մենք Արցախը հանձնեցինք, չէ՞։ Ես մենք այդ մարդկանց ոնց ենք բացատրում։ Տեսեք, պատկերացրեք այս Իմիջիալոց 3 հոկտեմբերի 6-ին մահվան թուղթը բերեց Եվրոպայից, Մակրոնից, Միշելից, Նիկոլը հանձնեց Արցախը։ Որպեսզի մենք սա էմոցիոնալ պաթոսով չներկայացնենք, ավելի ռացիոնալ բանով բացատրենք։ Տեսեք, պատկերացրեք, սա բնակարան է։ Այս բնակարանի մեջ կա վեճ։ Անժելա, իմ եւ քո միջև վեճ կա, ասենք, չէ՞, այս բնակարանի մեջ։ Ես ասում եմ իմն է, դու ասում ես քոնն է։ Գալիս է մի երրորդ մարդ, ասում եմ որպեսի այդ վեճը մենք կանգնացնենք, ես ժամանակավորապես վերցնում եմ այս բնակարանը, մինչև ձեր վեճը լուծվի։ Բայց եթե այդ վեճի մեջ ես ինքս կամովին հրաժարվեմ, ասեմ, Անժելա, այս բնակարանը քոնն է, ավտոմատ այս մարդը, որ եկել է ժամանակացնի, ինքը արդեն դուրս է գալի, որտեղ ինքը չի կարա լեգիտիմ ասենք բանալ։ Չէ, այն մյուսը, եթե դու ասես բանա, վերջ, ես համաձայնեմ, մեկ ասի չես անում, գնաս տեղից։ Այսինքն տեսեք ինչ կատարվեց։ Ուրեմն Ղարաբաղը դա վիճահարույց տարածք էր համարվում մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6-ը։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրով փաստացի Ռուսաստանը զորք մտցրեց, որպեսզի այդ վեճը կանգնացնի եւ ձևակերպի, որ այդ քանի վեճը լուծված չի, ես մնալու եմ եւ փաստացի դա այսպես ասած յուրօրինակ ստատուս քվո էր, որտեղ Ղարաբաղը ուներ անորոշ կարգավիճակ եւ այդ անորոշ կարգավիճակով ինքը մեսեջ էր տալիս, որ այն երկիրը, ով կարողանա լուրջ զարգանալ, ուժեղանալ, նա էլ վերջում կարա հաղթի։ Բայց ինչ արեց Հայաստանի ղեկավարը այդ ժամանակ։ Ինքը 2022 թվականին հոկտեմբերի 6-ին հայտարարեց, որ ես հրաժարվում եմ այդ վեճից։ Այս այլևս իմը չի։ Եթե իմս չի եւ ասեց, որ սա Ադրբեջանի տարածքն է, ավտոմատ նոյեմբերի 9-ի պայմանագիրը վիժեցրեց ինքը, արդյունքում ստացվեց, որ ռուսական զորքը այլևս չի կարող մնալ իրավաբանական իմաստով, այսինքն ռուսական զորքի դուրսբերման հարցը կանխորոշվեց իր որոշումով, որի արդյունքում Ռուսաստանի ղեկավարները շշմել էին, որ ոնց կարա Հայաստանի ղեկավարը նման որոշում կայացնի, ավելին կարամ ասեմ, այսօր Նիկոլ Փաշինյանը արդեն խոստովանում է, ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, հայտարարում, որ ես այդ որոշում կայացրել եմ, որպեսզի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մեծացնեմ, այսինքն ինքը խոստովանում է, որ Ղարաբաղը հանձնել են ոչ թե ռուսները, այլ ինքն է հանձնել, ինքը խոստովանում ասում է, ես հանձնել եմ, որպեսզի Հայաստանի կախվածությունը թույլատնեմ Ռուսաստանից։ Դա շատ պարզ խնդիր է, որ մեր ժողովրդի մոտ այդ էլեմենտար բանը, եթե մեր քաղաքական վերնախավի ներկայացուցիչները բացատրեին, այլ ոչ թե գզվրտոցով զբաղվեն, իրար չգիտեմ, ցեղ շպրտեն եւ այլ բաներով զբաղվեն, բացի ռեալես բանից, ես կարծում եմ մեր ժողովրդի մեծ մասը կհասկանար այս պարզ ճշմարտությունը, բայց մենք ենք այս բանով աշխատում, մարդկանց հետ շփվելով բացատրական աշխատանք տանում։ Հիմա հաջորդ հարցը, որը մարդկանց մոտ որոշակի մարդկանց մոտ sense հարցադրում է գալիս։ Լավ։ Չէ, բայց նաև մի բան արեք, պարոն Բոզյան, որ այսօր հանրային հեռուստաընկերությունը, որ հանրային է պետության բյուջեից, ինչ են անում մարդկանց հետ, այս ուղեղները ոնց են նվագում, Արամ Զավենիչներով, Օրումեջ եթերում Խազմալյաններով ինչ են հակառուսական, ինչ են անում։ Տեսեք, ես ինչ եմ ուզում ասեմ, անկախ նրանից ինչ անում։ Արշակ ինչ անում, Ազատ Արշակյաններով։ Կուսակցությունները պարտավոր են մարդկանց աշխատել, ոչ թե կաբինետային, Երևանյան տուսովկայի կաֆեների կուսակցություն դառնան, որտեղ նստեն բամբասանքներով զբաղվեն կոֆե խմելով, այլ պետք է իրանք մտնեն իսկապես մարդկանց հետ աշխատեն, դա շատ կարևոր է։ Երկրորդ խնդիրը, որը մարդկանց մոտ հարցադրում է առաջացել, հետևյալն է, ասենք, կարող է արդյոք Տրամպը երաշխավորի Հայաստանի անվտանգությունը։ Այդ հարցադրումն էլ դա իսկապես պարզաբանման խնդիր ունի եւ ընդհանրապես Հայաստանը կարող է, ասենք, Ռուսաստանի հետ կտրելով Ռուսաստանի հետ կապ, ասենք, հապկից դուրս գա, չգիտեմ, ԵԱՏՄ-ից դուրս գա եւ կանա Թուրքիայի հետ լեզու գտնել։ Սա այս հարցադրումն է, որը շատերին հետաքրքրում է եւ մարդկանց մի զգալի մաս անկեղծորեն մտածում են, որ դա հնարավոր է, կարող է տես բան լինի։ Ես ասեմ ձեզ հետեւյալը, ընդհանրապես Անդրկովկասը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը պատմականորեն միշտ եղել է կռվախոնձոր 3 երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի։ 4-րդ, 5-րդ երկրները օբյեկտիվորեն չեն կարողացել այս տարածաշրջանի վրա ազդեցություն ունենալ մեծ, որովհետեւ իրանք աշխարհագրական իմաստով այդ հնարավորությունը չեն ունեցել եւ չեն կարող ունենալ։ Դա շատ պարզ է։ Եվ այս երկրների ստեղծումը որպես բուֆերային գոտի
պատմականորեն ձևավորվել է հենց այս մոդելով, այսինքն եթե Ռուսաստանը օրինակ եմ ասում, չլինի, ապա այս տարածաշրջանը կանցնի կամ Թուրքիայի տակ կամ Պարսկաստանի տակ։ Եթե Պարսկաստանն ու Ռուսաստանը չլինեն, այս տարածաշրջանը կլինի Թուրքիայի ազդեցության տակ։ Եթե Թուրքիան ու Իրանը չլինեն, այս տարածաշրջանը կլինի Ռուսաստանի ազդեցության տակ։ Այսինքն Հայաստանը ինքը օբյեկտիվորեն դարձել է բուֆերային գոտի։ Տենց է ստացվել։ Իրա ճակատագիրն է այդպեսին, հասկանում եք ժողովուրդ ջան։ Եթե Ռուսաստանի հետ մենք հարաբերությունները խռովելով կամ չգիտեմ նեղանելով կամ եթե մենք իրանց հետ հարաբերությունները չեմ ասում որ իրա քաղաքականությունը միշտ լավն է եղել, միշտ բան է եղել, բայց եթե մենք խռովելու արդյունքում խզենք այդ հարաբերությունները, մենք ոչ թե դրանով շանս կբացենք Թուրքիայի հետ բարեդրացական հարաբերությունների հաստատության, ճիշտ հակառակը, մենք կդառնանք Թուրքիայի համար կերակուր։ Թուրքիան մեր հետ չի նստի համագործակցի, չի խոսի, չի ճանաչի որպես պետություն, որովհետև թույլը ուժեղը չի կարող հավասար պայմաններով խոսի։ Ֆորմալ իմաստով մենք ճիշտ է համասար ենք, բայց իրականում բոլորս էլ հասկանում ենք, որ դա մեծ երկիր է, մենք փոքր երկիր ենք։ Մենք ոչ մի ձևի հնարավորություն չունենք սեփական ուժերով պաշտպանել Իրանից։ Եթե ինքը տեսնի, որ մենք այդ անպաշտպան ենք, ինքը մեր այդ սիրալիր ճանապարհով չի խոսի, ոնց որ հիմա է ստիպված խոսում, որտեղ գիտի, որ բալանսներ կան։ Այս էլեմենտար խնդիրը նույնպես պետք է բացատրեն ժողովրդին, բայց ոչ մեկ չի բացատրում այս քաղաքական դաշտից։ Տարբեր պատճառներով չեն բացատրում։ Ոչ մեկ չի ուզում գլուխ մանրդա հոգնածության խնդիր կա կամ, չգիտեմ, մարդիկ ընդհանրապես հակված չեն մարդկանց հետ շփվել։ Մարդիկ մտածում են թե քաղաքական ուժը դա, չէ, մարդիկ քաղաքական ուժը դա, մի հատ կուսակցությունը գրանցում ես, դնում ես կոֆեի բաժանումներ ես տալիս, ինտերվյուներ ես տալիս, հետո ընտրությունների ժամանակ գալիս ես սկսում ես բոլոր եկեք ինձ միացեք։ Շատ բարձ խնդիր է։ Այսինքն ուզում ասեմ, այս Հայաստանի ամբողջ խնդրումը գիտես ինչի մեջ է։ Հայաստանը ես նույնիսկ 30 տարվա մեջ մենք քաղաքական համակարգ չենք կարողացել ձևավորել։ Չենք կարողացել։ Ես որ ես ասում եմ որ դրա մեղավորը մենակ Նիկոլ Փաշինյանը չի, սա շատերը նեղանում են, բայց Նիկոլ Փաշինյանը խոմ լուսնից չի իջել։ Նիկոլ Փաշինյանը իջավ իշխանության, որովհետև մենք ունենք չկայացած քաղաքական համակարգ։ Սա է խնդիրը։ Մենք մեր խնդիրը պետք է լինի կայացնել քաղաքական համակարգ։ Քաղաքական համակարգի կայացման տրամաբանության շրջանակներում օբյեկտիվորեն խաղից դուք կվերանան Փաշինյանի նման գործիչները եւ ոչ միայն Փաշինյան, իրան նման տիպի, ասենք, չգիտեմ, Արամ Զավենիշները, չգիտեմ, եւ այլն։ Այսինքն այս զանգվածը դա բան է, քաղցկեղա մեր ժողովրդի վրա։ Քաղաքական քաղցկեղի դեր են կատարում այդ մարդիկ։ Սա է խնդիրը։ Ռոբերտ Քոչարյանը նաև հավել հետաքրիր է, էլի մեջբերումներ անեմ, բացահայտում է ինչ է տվել Թրամփը Նիկոլին, Փաշինյանը Թրամփի սենյակում դեկորացիայի դերում էր, կար սեղան, աթոռ եւ Փաշինյան, ասել է Ռոբերտ Քոչարյանը, բա դուք չեք ամաչում 1 տարի պարգևաճար չստանաք, հարցը կլուծվի, ես ինչ հեքիաթ եք պատմում, ասել է ԿՊԱ-ականներին, Նիկոլը Հայաստանի հաշվին Մայր Թերեզայի խաղում, բարեբախտաբար աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլինել, էլի մեջբերում Նիկոլը WhatsApp-ով զանգելու է Թրամփին, իսկ նա մի բան է ասելու, հետաքրիր է, ինչ է ասելու, Անի, ինչ ասաց։ Տեսեք, այս առիթով մի շատ ինչ է ասելու վերջին բանը Անի։ Նիկոլը WhatsApp-ով զանգարելու Թրամփին, իսկ նա մի բան է ասելու Քոչարյանին, ինչ է ասել։ Ինչ։ Ալիևից հիասթափված եմ, ինչ եք ասում, լավ է։ Տեսեք, ես հիմա այդ առիթով մի շատ հետաքրքիր կարևոր բան։ Եվ կարևոր բան է ասել, քիչ առաջ մենք զայրացած խոսում ենք, որ ինչու չեն միավորվում, բան նախորդ իմ զրույցի ժամանակ, ոնց որ ասել է, որ մենք ուրիշ տարբերակ չունենք, պիտի միանանք, միասին լինենք, Սամվել Կարապետյան, այդպիսի բան է ասել։ Անվանական չի ասած, բայց արդեն խորհրդարանում ասում ուրիշ տարբերակ չկա, նորից Գյումրու օրինակն է բերում, եթե այդտեղ եղել է, այստեղ է անհնար է, տարբերակ չի։ Այսինքն առանձին պիտի գնան, հետո անհեթեթություն, եթե տենց։ Եկեք հիմա այդ միավորման մասին, հա, մենք պիտի ամեն ինչ անենք։ Կարծում եմ, որ ավելի կարևոր հարցն է։ Կարևոր դա չի, որ մենք պիտի, չէ, բայց դες ասենք, փակենք ու գնանք այդ թեմային։ Կարևոր չի, որ մենք պիտի ամեն ինչ անենք, որ այս ուժերը գոնե հիմա չսխալվեն եւ միասնական գնան։ Եթե մենք 21-ին ձախողեցինք, դուք եք ասում, այլ ընդդիմության մեղավորությունները։ Բան ասեմ, Վրաստանի փորձը 2012 թվականից ցույց տվեց հետևյալը, որ եթե ընդդիմությունը համախմբված տրամաբանությամբ գնա ընտրությունների, այսինքն եթե մեկ միասնական դաշինքով եւ մեկ միասնական ցուցակով գնա ընտրությունների, ապա ինքը կջախջախի այդ գործող իշխանությանը, կջախջախի, ոչ թե կհաղթի, կջախջախի։ Ասեմ ավելին, որ մեր վերլուծությունը ցույց են տալիս, որ Փաշինյանը 20-25%-ից ավել չի կարող հավաքել։ Դա նույնիսկ իր վարչական ռեսուրսների շնորհիվ չի կարող այդքան հավաքել։ Բայց մի բան էլ պետք է ասեմ, Անժելա, որ
այդ միասնությունը հիմնականում կախված է այն մարդկանցից, ովքեր որ կարող են այդ միասնությունը, այսպես ասած, հավաքեն։ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան։ Ես անուններ չեմ ուզում տամ, բայց ստեղ գլխավոր այն պատասխանատու շրջանակները իրանք են, որովհետև այդ մարդիկ են կարողանում Իվանիշվիլին կոնսոլիդացրեց այդ ուժերին, ոչ թե ասենք օրինակ Բուրջանաձեն կամ չգիտեմ Ժվանյայի եղբայրը կամ եւ այդ մեղադրանքները, որ քաղաքական ուժերը չեն միանում բան, կներեք դա ճիշտ է պաթոսային գեղեցիկ հնչում է, բայց իրականում այդ մեղադրանքները իրականում պետքա ավելի Հա, այսինքն այս հարցը մենք առաջին հերթին պետք է ուղարկենք այդ լիդերներին, հա, այդ մարդկանց։ Շատ པարզ խնդիր կա, քաղաքագիտական ճշմարտություններ կան։ Քաղաքագիտական ճշմարտությունը հետևյալն է, որ միասնությունը կախված է հիմնականում այն լիդերից կամ մի քանի լիդերից, ովքեր որ ունակ են այդ միասնությունը կազմակերպեն, փոքր ուժերից կամ միջին ուժերից, դա հնարավոր չի անել։ Եվ ընդհանուր մեղադրանք անել, որ բոլոր ուժերը այդ ամեն մեկ իր ամբիցիայով շարժում եւ Բայց անունները տալի չեք թողում, ասեմ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, մասամբ նաեւ Գագիկ Ծառուկյան, ով ունենք ուրիշ այդպես որ։ Այդ չի անձեր տալ, ինչ եմ տենց։ Չէ, թող լսեմ, որ հիմա գնան համակարգային աշխատանքներ միավորվեն։ Գիտեք, ես հիմա սենց ասեմ, ամեն մեկը թող, հիմա ես դրա համար եմ ասում։ Ի վերջո, մենք ինչ ենք ասում ենք, որ այս ամենի մեղավորը միայն Նիկոլ Փաշինյանը չի։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը իհարկե գլխավոր պատասխանատուն է, բայց չէ, եթե Նիկոլ Փաշինյանի միջև մա չեն բռնդել, եթե Նիկոլ Փաշինյանը 7 տարի մնացել է իշխանության, ապա դա նշանակում է կամ հայ ժողովուրդը հրճվանքի մեջ է, որ ինքնամոռաց կոտորվում է, կամ քաղաքական համակարգը կայացած չի։ Երրորդ տարբերակ չի լինում բնության մեջ, մենք ինքնախապեյությամբ պետք է չզբաղվենք, Անժելա ջան։ Հասկանում ես ինչ նախնդիրը։ Եվ այդ իմաստով մեր քաղաքական ուժը մենք միշտ դե ասեց բանի ժամանակ Անդրանիկը։ Մենք առաջին հերթին մենք ասում ենք, որ պետքա քաղաքական դաշտում իրար հարց չխփենք, որտեղ դա քաղաքական ամերսունակություն է, այս պայմաններում իրար ցեղ շպրտելը, եւ երկրորդը միանշանակ կարող եմ ասեմ, որ իսկապես պետք է մենք միասնական ջանքերով միասնական թիմ սարքենք, այս մարդուն բռնդենք, կամ եթե նույնիսկ այդ միասնական չի, գոնե առնվազն 2-3, բայց ոչ ավելի 2 Անդրան կամ առնվազն բանը, որպեսի հասարակությունը ըստ էության շատ ապակողմնորոշվի, որտեղ քաղաքական պատմությունը դա է ցույց տալիս, որ եթե դու գնում ես 10 ուժերով, ապա դա մեծ նվեր է տալիս։ Բայց ես ասեմ, պարոն Բոզյան, ո՞նց եմ ասում, դրա օրինակը կա, դա բոլոր երկրներում։ Պարոն Բոզյան, բայց մյուս կողմից պատկերացնեք, օրինակ իմ համար շատ ծիծաղելի եւ անլուրջ կլինի, Սամվել Կարապետյանը առանձին միատիմանով, Ռոբերտ Քոչարյանը ի՞նչն է ձեզ խանգարում։ Մեր նպատակը բաննա, չէ, Պարոն Բոզյան, մենք հիմա պիտի սկսենք, հետո չգա մի հատ վերջին փուլը, մեկ էլ ամեն մեկը գլուխը տնկած առանձին գնա։ Այդ խնդիրները քննարկի իրանց հետ։ Չէ, ես այդ նաև հրապարակային, ես դե չեմ քննարկում, ես հրապարակային ասում եմ դա։ Հրապարակային ասում, որ իրանք պարտավոր են բոլորը միասին գնալու, որովհետև հակառակ դեպքում ծիծաղել է։ Խնդիրը ո՞րն է, ազատագրվել, չէ։ Թուրքական ուժից ազատագրվել նախնդիրը։ Ինչն է որ ձեզ չի միավորում։ Ես դրա համար եմ ասում, եկեք հիմա մենք այս խնդիրները հանենք փակագծից դուրս, որտեղ սա այլ խնդիր է, դա իմ կարծիքով պետք է քննարկվի այն մարդկանց հետ, ումից որ այդ բան հասցեագրված է։ Մենք պետք է հանրային տրամադրություն եւ նաեւ օրակարգ ձևավորենք, որ դրանից դուրս իրենք չփորձեն ուրիշ բան մտածել, որ չասեն քո դեմքը Երևան Դոզյան, քո դեմքը հայտնի է, դու չես կարող լինել։ Մեզ պետք է անայդ է, մի հատ այդ թերուզ ուժ է եկել հրապարակ։ Եթե դեմքդ հայտնի է, չես կարող լինել մեր ուժի հետ։ Անժելա ջան, արի պայմանավորենք սենց, ուրեմն եկեք թեման փոխենք, թեման փոխեցինք վաղարշաբաթի ընտրություններ, խնդրեմ։ Այս մի հատ այս բանն էլ անցնենք, հետո անցնենք վաղարշաբաթին։ Կոնկրետ այդ Տրամպի հետ կապված այդ համաձայնագրի շուրջ, հա, ուրեմն տարածված տեսակետ կա, որ Փաշինյանին հաջողվեց վերջապես ամերիկացիների մտցնել Հայաստան եւ այլն եւ այլն։ Ուրեմն ես ասեմ ձեզ, որ այս վերջերս Թուրքիայում մեծ փորձագիտական ֆորում անցկացվեց, որտեղ թուրքական քաղաքագիտական եւ քաղաքական շրջանակները քննում էին ընդհանրապես թուրք-ամերիկյան հարաբերությունները եւ ներկայացնում են թե ինչ խնդիրներ կան Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Ես ինչ եմ դա ասում, ես կարճ ասեմ, հետո որովհետեւ մեզ նաեւ ինչով է դա անդրադառնում։ Ուրեմն Թուրքիան հավակնում է դառնալ ռեգիոնալ գերտերություն։ Եվ ինքը նյարդայնանում է, որ Միացյալ Նահանգները հաշվի չեն առնում, որ Թուրքիան այդպես ամբիցիա պետք է ունենա։ Եվ իրանք ասում են, որ Միացյալ Նահանգները միակողման մենակ Իսրայելին են աջակցում, դրա վառ օրինակը այն է, որ ամերիկացիները
F-35 կործանիչներ վաճառում են բոլորին բացի Թուրքիայից, որ ամերիկացիները հակահրթիռային համակարգեր տալիս են բոլորին բացի Թուրքիայից եւ այլն sense։ Եվ ըստ էության թուրք գործշրջանակները, երբ որ հանդիպել են ամերիկյան շրջանակները եւ բացատրում են, որտես Թուրքիան ինչ մեծ ազդեցություն ունի Սիրիայում, ազդեցություն ունի արդեն Կենտրոնական Ասիայում, ազդեցություն ունի Հարավային Կովկասում եւ նաեւ մի օրինակ են բերում, ասում են, որ տեսեք, մենք փաստացի Հայաստանին սկուտերի վրա մենք ձեզ ենք նվիրում։ Թուրքիայի Էրդողանը փաստացի Թրամփի հետ բանակցությունների ժամանակ այդ նաեւ ներկայացրել է, որ մենք Հայաստանը Նիկոլ Փաշինյանի միջոցով սկուտերը ուզում նվիրենք ձեզ, որին Թրամփը պատասխանել է այդ ձեր բանը ապրանքը կամ նվերը ձեզ վերցրեք, որտեղ մեզ դա հետաքրքիր չի, մենք ուղղակի մեզ դուք եք խնդրել, որ մենք Թրամփի կամուրջ դնենք, որպեսզի հայ ժողովուրդը չհուզվի, որ հանգարց դա մարդիկ իմանան, որ դա ոչ թե Թրամփի իրական կամուրջը, այլ թուրքական միջանցք է։ Հասկանում եք, չէ՞, ինչ եմ ասում։ Այսինքն, այս Թրամփի կամուրջ հասկացողությունը հայ ժողովուրդ ջան, սա բառից բուն իմաստով թուրքական միջանցք է, պարզապես Էրդողանը Փաշինյանի հետ պայմանավորվել են, որպեսզի հասարակության այն հատվածը, որը տգետ է, քաղաքականապես հասունացած չի, որոնք Թուրքիայի դերի մասին այնուամենայնիվ հաշվառելով մեր նախ պատմությունը կարող է մտահոգվեին, որպեսզի չմտահոգվեն, այս թուրքական միջանցքի անունը դրել են Թրամփի միջանցք, ձևական բերել են ամերիկյան ընկերություն են խառնել սրա մեջ, որպեսզի այդ ամերիկյան ընկերության անունը լինի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեշտությամբ կարողանա ներկայացնել դա հասարակությանը եւ այդ թուղթով ինքը կարողանա վերարտադրել։ Սա սպեցօպերացիա եղել Էրդողանի եւ Փաշինյանի հետ միասին Թրամփին տալով եւ իրանք փորձում են երկուսով Թրամփին այդ նվերը մատուցեն, Թրամփն էլ ըստ ամերիկյան փորձագետների պատասխանելա, որ այդ նվերը ինձ մի վերագրեք։ Միակ պլյուսը, որ ես ունեմ, դա այն է, որ ես ուզում եմ Նոբելյան մրցանակ ստանամ եւ ասում եմ բանը 7 պատերազմ եմ կանգնացրել, որից մեկը ձերն է եւ այդ մի արժեքով դուք մենակ այդ եք ձեր արժեքը, թե չէ մեզ ինձ հետաքրքիր չէ, ոչ դուք, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ բան, ինքը բառացի ասում, նույնիսկ ավելին կարող ասեմ, ինքը մոռանում է Նիկոլ Փաշինյանի անունը տալ, մոռանում է Հայաստանի անունը, մեկ-մեկ մոռանում է Ադրբեջանի, որտեղ իրան այնքան հետաքրքիր չէ դա, որտեղ ինքը շատ լավ գիտի, որ ինքը կապ չունի այդ ամեն ինչը, իր անունը պարզապես օգտագործել են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը Էրդողանը թուղթը ստանա։ Սա շատ պարզ խնդիր է։ Այսինքն, եթե այս խաբեությունը անցնի եւ այն հետամնաց մասը հասարակության, որ անգրագետ է, անգզարգացած է, չի պատկերացնում, բայց այդ մասսան գնա եւ այդ Թրամփի անունից այդ բանանի, նույնիսկ եմ կրկնում, մենք ունենանք այն ճակատագիրը, ինչը ունեցավ Արցախը եւ դրա մեղավորը արլևս, կլինի մեր հասարակություն եւ մեր քաղաքական վերնախավը։ Եվ վաղար շաբաթի ընտրությունները։ Հիմա տեսեք, վաղար շաբաթի ընտրությունները։ Վաղար շաբաթի ընտրությունները կարևոր են, որտեղ պրակտիկորեն ես կարծում եմ, որ դա կլինի վերջին տեղական ընտրությունները համապետական ընտրություններից առաջ։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը պրակտիկորեն պարտվել է ինքը խոշոր բոլոր քաղաքներում, նայեք, պարտվեց ինքը Վանաձորում, բայց մանիպուլյացիաների արդյունքում թույլ չտվեց, որ այնտեղ լինի ընդդիմադիր քաղաքապետ, շատ լավ գիտեք այդ պատմությունը։ Պարտվեց Ալավերդիում նույն մանիպուլյացիայով ինքը փաստորեն փոխեց այնտեղ իշխանությունը։ Հետո պարտվեց Գյումրիում, հիմա չի կարողանում, այսպես ասած, հանգստանալ, որ Գյումրիում ինքը խայտարակ պարտություն է կրել։ Պարտվեց Հարաքյարում, որի արդյունքում սպանվեց ընդդիմադիր որի հետևանքով։ Հիմա փաստացի այս մարդը տեսել է, որ ինքը բոլոր տեղերում կապ տեսնում իր ընդդիմադիր լինելու, այսինքն սպանությունները։ Միանշանակ, ինքը բոլոր տեղերում պարտվում է։ Ինչ է նշանակում, որ ժողովուրդը ի հեճուկս այսօրվա քաղաքական վերնախավի ինքը գնում է տեղերում դեմ է քվեարկում։ Պատկերացրեք համապետական մակարդակով ինչ մեծ էնտուզիազմ անելու, որ ժողովուրդը կատաղած գնա այս մարդկանց դեմ քվեարկի։ Ինչքան էլ որ ծույլ քաղաքական վերնախավ մենք ունենք, միևնույնն է ժողովուրդը ուզում է նորմալ ապրի, ուզում է անվտանգ ապրի եւ ինքը բնազդով է հասկացել, որ այս մարդիկ մահաբեր իշխանություն են բերել իրենց համար։ Սա շատ པարզ խնդիր է։ Հիմա ինչ արել այս իշխանությունը։ Դուք վերցրեք։ Հիմա տեսեք։ 2003 մի վարքյան։ Ներողություն։ Հա, տեսեք։ Վաղար շաբաթի ընտրությունները, որ պետք է անցնեն նոյեմբերի 16-ին, ինչ արեց իշխանությունը։ Խոյ համայնքը միացրեց Էջմիածին քաղաքին, որպեսզի իրան մտածում էր, որ Խոյ համայնքում ինքը իր տեխնացում պետք է ունենա մեծ շատ ձայներ, հա։ Բայց հետաքրքիր բան ձևակերպում ասեմ, ուրեմն առանձին վերցած Խոյ համայնքում եւ Էջմիածնում իրար հետ միասին ապրում էին մոտավորապես 65,000 ընտրող։ Առանց դեպի մենք հաշվում ենք
Էջմիածին քաղաքում կար, պաշտոնապես կարծեմ 43-44,000 էր, Խոյ համայնքում 20-21,000 մոտարապես, հա, այս թվերը ավելի հստակ չեմ կարող ասել, բայց իրար գումարայինը դառնում էր 65,000, բայց պարզվեց, որ իրար հետ որ միացվել են այդ համայնքների հետ միասին դառել է մեկ միասնական համայնք, հիմա պաշտոնապես ձևակերպված ունեն 70,000 ընտրող, այսինքն 65,000 տեղը ունեն հիմա 70,000, այսինքն 5,000 ընտրող անհայտ ձևի դուրս է եկել, որտեղից այդ 5,000-ը ոչ մեկ չգիտի։ Իրանք կարող են ձևակերպել, դա փախստականներն են, բան, սենց բանի տակ, այսինքն իրանք ունեն, ես կարամ ենթադրեմ, որ պոտենցիալ իշխանություն ունի 5,000 մեռած հոգի, ժողովուրդ, ես ուղղակի ուզում եմ զգոն լինի մեր Վաղարշապատի համայնքի բնակչությունը, որովհետև իշխանություն ընտրությունից առաջ ես կարամ ենթադրեմ, որ ունի մոտարապես 5,000 մեռած հոգի, որը ինքը պետք է օգտագործի։ Հիմա դուք կասեք այդ 5,000-ը քիչ է թե շատ է։ Ես կարծում եմ, որ ֆանտաստիկ շատ է, ասեմ ինչի։ Որովհետև 2021 թվականի ընտրությունների արդյունքում Խոյ համայնքում եւ Էջմիածնում իշխանությունը հավաքել է ընդհանուր իր այդ միասին 10,000 ձայն։ Այսինքն մոտ 5,000 ձայն հավաքել է Էջմիածնում, 5,000 Խոյ համայնքում։ Այդ իշխանությունը հավաքի այդքան։ Այսինքն ինքը ունի 21 թվականին ունեցել է 10,000 ձայն։ Հիմա ինքը այս ընտրություններին որ գնում է, արդեն ի սկզբանե 5,000 գողացել է, գրպանում ունի։ 50% ինքը բոնուսը գրպանում է արդեն, Ժորժ ջան, իմացեք։ Բաները չի բացահայտել այդ 5,000։ Սա մենք դա պաշտոնապես հրապարակային ասում ենք։ Մենք ասում ենք, թող մյուս ընդդիմադիր ուժերն դրա մասին խոսեն, ասեն, կանչեք իրանք էլ թող ներկայացնեն այդ ամենը, թող պարզաբանեն, թող այս իշխանությունը ներկայացնի, թե որտեղից է ի հայտ եկել այդ 5,000 մարդը, որը իրանք ուզում են օգտագործեն ընտրությունների ժամանակ։ Սա շատ կարևոր խնդիր է։ Եվ ես հույս ունեմ, որ Անջելա ջան, որ դու էլ հրավիրես մյուսներին, բոլոր մյուս ուժերին էլ հրավիրեք, այդ մյուս ուժերը ոչ թե լուր կմնան, այլ կխոսեն դրա մասին, եւ կբացահայտեն, կպարզեն թե դա ինչա նշանակում։ Սա շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները, մեր այն բնակիչները, որոնք ապրում են այդ համայնքում, հասկանան են մարդիկ, որոնք տատանվում են։ Իսկ սկզբանե գողացել են ձեր ձայները։ Իմացեք, որ եթե դուք հանգարտ չգնաք ընտրության, ապա ըստ էության ձեր տեղը միևնույն է մեռած 5,000 հոգի քվեարկելու է։ Սա շատ կարևոր է, այսինքն դուք ձեր ամեն մի չգնալը ընտրության, դուք փաստացի այդ ընտրությունը հիմա սկուտերել նվեր եք տալիս այս իշխանությանը։ Այս իշխանությունը փաստացի ինչ է անում։ Ինքը պատրաստվում է ընդհանրապես գյուղացիության վրա հսկայական հարկեր դնի արդեն գալիք տարվանից։ Ես շատ կարևոր բան ասեմ, որ տեսեք, ուրեմն Հայաստանի համախառն ներքին արդյունքը այս տարիների ընթացքում մեծացել է 2 անգամ, բայց 2 անգամ մեծացել է ոչ թե Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, այլ մեծացել է այն զուտ այն բանի պատճառով, որ ռուս-թուրքական պատերազմի արդյունքում հնարավորություն է ստացել Հայաստանը, այսպես ասած, բանը բուֆերային երկիր դառնա, որպեսզի Ռուսաստանի արևտուրը արևմտյան երկրների հետ նաև Հայաստանի միջոցով գնա։ Այդպիսի երկրներ են դարձել Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան, Էմիրատները, Ղազախստանը եւ այլն, եւ Ռուսաստանը անուղղակիորեն այդ Հայաստանը Տրամպին օգտագործում է եւ դրա որի արդյունքում Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2 անգամ մեծացել է։ Բայց 2 անգամ մեծացել է Հայաստանի համախառն ներքին արդյունքը տարբեր տիպի ցուցանիշներ կան։ Գյուղատնտեսությունը այս տարիների ընթացքում կամ չի զարգացել, կամ մինուսի մեջ է։ Այսինքն այս իշխանության պահվածքը այնքան լկտի է, որ շահումով խաղերի ոլորտն է զարգանում, չգիտեմ, առևտուրն է, ամեն ինչ զարգանում է բացի գյուղատնտեսությունից։ Ընդ որում գյուղատնտեսությունից, որը կազմում է համախառն ներքին արդյունքի մոտավորապես 30-ից 40%-ը։ Հասկանում եք, այսինքն այս իշխանությունը գյուղացուն ոչինչ չի տվել։ Հələ ոչ միայն ոչինչ չի տվել, մի հատ ինքը պատրաստվում է մյուս տարի հարկեր դնի, ասենք, այս գյուղացիների վրա, եւ այն գյուղացիները, ովքեր որ ոչ մի օգնություն չեն ստանում պետությունից, իրանք սեփական ջանքերով փորձում են ինչ-որ խնդիրներ լուծել, այս պետությունը տեսնելով այդ բանի վրա, ինքը ուզում է այդ թաթը դնի այդ բաներից ինչ-որ եկամուտներ տանի։ Հասկանում եք, սա ես նույնիսկ եմ ուզում կրկնեմ, որ այն գյուղացիները, որոնք մտածում են, որ իսկապես գյուղի զարգացման համար իսկապես պետք է որ մենք ունենանք մի իշխանություն, որը գիտակցի, որ գյուղի զարգացումը շատ կենտրոնական դեր պետք է խաղա Հայաստանի համար, պետք է ամեն ինչ անի, որ այս իշխանությունը մերժի։ Տեսեք, ես մի հատ օրինակ բերեմ, Ռուսաստանի գյուղատնտեսությունը զարգացման, ասենք տարբեր տիպի ուղղություններով, ասենք, չգիտեմ, հացամթերքի կամ չգիտեմ այլ տիպի բաների, ինքը ռեկորդներ է սահմանում։ Ինչի, որտեղ այնտեղ գյուղատնտեսությունը պետությունը մեծ բաներով սուբսիդավորում է։ Էլ չասեմ եվրոպական երկրներ, բոլոր եվրոպական երկրներում գյուղատնտեսությունը հսկայական մակարդակի մեջ սուբսիդիաներ է ստանում, որտեղ աշխարհում ոչ մի երկրի գյուղատնտեսություն
ինքը չի կարող էֆեկտիվ աշխատել, ինքը ինքնարժեքի իմաստով չի կարող մրցի, դա օբյեկտիվ տենց է ստացվել, այդ ոլորտը այդպեսին է։ Հայաստանը եզակի երկրներից է, որը շատ քիչ դոտացիա է ստանում պետությունից, շատ քիչ սուբսիդիաներ է ստանում։ Հիմա այս պարագայում մի հատ էլ հարկային բեռ ավելացնելը դա կլինի մահ գյուղատնտեսության համար, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա չլինի։ Շնորհակալություն եւ երկու մեջբերում էլ համագործակցություն կլինի, այո, եւ նախընտրական շրջանում եւ անկասկած համագործակցություն այն ուժերի շրջանում, որոնք կանցնեն խորհրդարան, ասել է Ռոբերտ Քոչարյանը, պատրաստ եմ մեր ձայները տալ հաղթած ընդդիմադիր տեխնացուին, ոչ միայն պատրաստ եմ, այլև ուրախ կլինեմ, այնուհետև մեջբերեմ այսօր երևում է երկու միավոր, որ մտնում են խորհրդարան, շատ քիչ են զիջում ԿՊ-ին, մեկը Հայաստան դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի ստեղծած կուսակցությունը։ Լավ կլիներ, որ հենց ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանը խոսեր, որ այս բոլորը միավորված գնային, որ ոչ թե այս կամ այն միավորը կանցնի եւ կգնա։ Սպասենք, հույս ունենանք, որ կհասունանա այնպիսի մի պահ, եւ ազգը եւ առաջնորդները եւ լիդերները կգիտակցեն, որ պահը օրհասական է եւ միայն միավորված ճակատով կկարողանանք հաղթել Թուրքիային գոնե այս փուլում, որտեվ այս կռիվ չի, մենք ցավոք սրտի չեն գիտակցել, որ սա բան կռիվ չի էլի Նիկոլի դեմ, սա կռիվ է երկրի ազատագրման համար կամ Հայաստան կամ Հայաստան ունենալու եւ հայ մնալու համար։ Հայաստանում երբևիցե աշխարհակահաղական բնույթի ընտրություն չի եղել։ Այո, սա Հայաստանում միշտ ընտրությունները եղել են ներքին կյանքի խնդիրների շուրջ։ Երբևիցե ոչ մի անգամ Ղարաբաղի Հայաստանի անվտանգության խնդիրների շուրջ առանցքային վեճ չի եղել ներքին խաղացողների միջև։ Սա առաջին անգամ, սա կարելի ասել, որ Հայաստանը կմնա թե չի մնա, մենք կլինի թե չի լինի։ Ինքը դառնալու է թուրքական վիլայետ, թե մնալու է որպես պետություն։ Համաձայն չեմ, որտեղ վիլայետ չի մնալու։ Եթե վիլայետ մնար, Արևմտյան Հայաստանը մի բան կգտնեի։ Այսինքն սա նշանակում է Հայաստան չի լինելու, հայ չի լինելու։ Վիլայետը դա առաջին քայլն է, երկրորդը արդեն կլինի հայազրկումը ընդհանրապես հայերից դից։ Այսինքն սա պարզ խնդիր է, ես նույնպես եմ կրկնում, դա բոլորի համար հասկանալի է։ Հասկանալի է թե ինչի է Նիկոլ Փաշինյանը այս ճանապարհը տանում, որտեղ ինքը անձնական խնդիր ունի, ինքը ունի խնդրեմ, վախեր Ռուսաստանից եւ անձամբ Պուտինից, որտեղ ինքը գցել է իրեն, ինքը ըստ էության խոսք էր տվել, որ Ղարաբաղը ինքը Ղարաբաղը գցել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև Ռուսաստանին է գցել։ Եվ հայերը հասկանան, որ մի վախեցեք, դուրս բերելով իր զորքերը Ադրբեջանից, հիմա ունի խնդրեմ Ադրբեջանի հետ, Ադրբեջանը փաստացի ազատվելով Ռուսաստանի հետ կապանքներից, ինքը արդեն փորձում է կոշտ քաղաքականություն տանել։ Եվ ռուսները գիտակցելով թե ինչ արել Նիկոլ Փաշինյանը, իրանք ունեն ատամն անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, ինքը վախեր ունի Ռուսաստանի նկատմամբ եւ ամեն ինչ ուզում է անել, որ Հայաստանը դուրս բերի Ռուսաստանի, այսպես ասած, այդ բաններից, բայց որի արդյունքում դժելու է Հայաստանը։ Բայց Նիկոլ Փաշինյանը իր անձնական վախերն ու իր անձնական շահերը ավելի բարձր է դրել, որտեղ ինքը անձնական վախ ավելի կարևոր է համարում, որի արդյունքում կդժվի հայ ժողովուրդը։ Հիմա հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի, թե գալիք ընտրությունների ժամանակ ով է ավելի կարևոր, հայ ժողովուրդը թե Նիկոլ Փաշինյանի շահերը։ Այսինքն ստեղ ընտրությունը այսպես է լինելու, հայ ժողովրդի մի կողմից եւ Նիկոլ Փաշինյանի շահերը։ Բայց առաջին քայլը, պարոն Ոզյան, դուք ճիշտ նկատեցիք ձեր խոսքի սկզբում, առաջին քայլը պիտի անեն ընդդիմադիրները, լիդերները, առաջնորդները, որ ցույց տան, որ այդ սարսափելի վտանգի առջև իրենք ոչ թե գնում են իրենց նեյնիմներով եւ ամբիցիաներով, իրենք գնում են ճակատային, միասնական բանով։ Տեսեք, հիմա ասես մի հատ բան էլ ասեմ, շատ կարևոր է նաեւ ընդհանրապես խոսույթը, ընդհանրապես քաղաքական վերնախավը, որպեսզի կարողանա հասարակ մարդու համար հասկանալի դառնա, ինքը պետք է ունենա համապատասխան խոսույթ։ Այսինքն ինքը պետք է ունենա առաջարկություն։ Ինքը պետք է ասի, թե օրինակ Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականություն ինչ այլընտրանք է ներկայացնում։ Ասեմ ձեզ, որ այս պահեդրությամբ, այս ցավոք սրտի եմ ասում, մենք շփվում ենք մարդկանցից եւ գիտենք, բոլոր քաղաքական ուժերի մոտ եւ կա անձերի մոտ կա խորը լղոզվածություն։ Շատ խորը լղոզվածություն։ Ես անկեղծ եմ ասում, Անժելա, ես չեմ ուզում գլուխ գովամ, բայց նույնիսկ եմ ասում, այս իմաստով ամենահստակ, ամենահասկանալի, ամենակոնկրետ առաջարկությունները ունի, կոնկրետ մենք ենք, որովհետև մենք կոնկրետ ասում ենք, թե ինչպես կարող ենք կանգնեցնել Ադրբեջանի սպառնալիքները։ Մենք ասում ենք, որ Ադրբեջանի սպառնալիքները կարող են կանգնեցնել, եթե մենք ունենանք միջնորդ երկիր, որը կարողանա բանակցությունների մեջ մտնի։ Այդ միջնորդը կար նոյեմբերի 9-ի համաձայնագրով, հիմա Նիկոլ Փաշինյանը հանել է այդ միջնորդին, մնացել է մենակ Ադրբեջանի հետ եւ Իլհամ Ալիևի ցանկությունից է կախված, ինքը քանի տարածք կարող է վերցնել Հայաստանից։ Սա շատ պարզ խնդիր է։
բայց այդ կոնկրետ տեսակետը կոպիտ եմ ասում այլ քաղաքական ուժերի մոտ լողոզված է այդ ամեն ինչը մենք կոնկրետ ասում ենք որ մենք հասկանում ենք որ հայ-թուրքական հարաբերությունների մեջ մենք ոչ պատերազմի կողմնակից ենք ոչ էլ կներեք քծնելու կողմնակից ենք ինչ որ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը դա շատ པարզ խնդիր է մենք ասում ենք որ Ադրբեջանի հետ հարաբերությունների հետ կապված մենք պետք է բալանսավորված միջնորդ ունենանք եւ ընդհանրապես մեր զիջումները պետք է համատեղ բալանսավորված բնույթ լինի այսինքն եթե մենք ինչ-որ բան ենք տալիս մենք ինչ-որ բան պետք է ստանանք իրանից եթե մենք միակողմանի մենակ զիջում ենք մենք այդ միակողմանի զիջումներով անվերջ կարող ենք հասնել մինչև Հայաստանի կործանում մենք առարկայական ենք պատկերացնում թե ինչպես դա կարող է անել առարկայական ոչ թե վերացական քննադատելով եւ մարդկանց հետ շփումներով մարդիկ ասում են հա մենք գիտենք որ Նիկոլ Փաշինյանը ինչ է անում բայց ընդդիմությունից ինչ առաջարկություն կա ինչ են իրենք պատկերացնում մենք կոնկրետ բան չենք լսել ոչ մեկ չստաֆեց չհասկացար արժանապատի խաղաղություն այսինքն կներեք մի բան էլ ասեմ էլ երբ որ մենք ասում ենք որ կան ծանր խաղացողներ այդ ծանր խաղացողների շուրջ պետք է համախմբվենք բայց նաև լավ կլինի որ այդ ծանր խաղացողները իմ հատ կոնկրետ իրաց տեսակետները ասեն Զանգեզուրի միջանցքի հետ կապված Արցախի հետագա հետ կապված ոնց են պատկերացնում, տնտեսական զարգացման հետ ոնց են պատկերացնում, սոցիալական կյանքի հետ կապված ոնց են պատկերացնում, այս օլիգարխիկ համակարգը ինչպես պետք է վերափոխել, ինչպես պետք է լինի հայ-թուրքական հարաբերությունները, հայ-արամեծյան հարաբերությունները, հայ-ռուսական, այս ամեն ինչը Անժելա ջան, սա վերացական խոսքեր չեն։ Մեր ժողովուրդը շատ ավելի հասունացած է, քան որ մենք սաղս պատկերացնում ենք, որտեղ մեր ժողովուրդը բացի հայաստանյան լրատվամիջոցներից նաև ստանում են դրսի լրատվամիջոցները, տեսնում են, փորձից սովորում են, մարդիկ գնում են արտերկիր, տեսնում են, թե ոնց են երկրները զարգանում, բան, եւ մարդիկ ավելի զարգացած են, քան մեր քաղաքական վերնախավը, որի արդյունքում մենք մեր մոտ առաջացել է քաղաքական դաշտում խորը դիսբալանս։ Մենք ասում ենք, այս մարդկանցից կախված է, այս մարդիկ ոչ մի կոնկրետ բացի հասկանալի ամեն քննադատություններից որ կան, իրանք ոչ մի առարկայական, ամբողջական, փաթեթային պատկերացումներ չեն ներկայացնում մեր ժողովրդին։ Սա շատ ամորֆ բան է։ Ես համաձայն եմ, որ հանդերձ ուրեմն խոսում է, ասուլիս է տալիս Նիկոլը ասում։ Ես ուրիշ բան եմ, ասենց ասեմ, ես ինչ եմ հիմա առաջարկում, ես առաջարկում եմ հետևյալ տարբերակը, որ իսկապես ես արժի, որ Անժելա ջան, կոնկրետ դու քո հարթակով մարդկանց կանչես կոնկրետ բոլոր քաղաքական ուժերի ներկայացներին այդ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները իրենց տեսակետները ներկայացնեն։ Միգուցե արժի կոնֆերանս անել, ֆորում անել, այդ մարդկանց հավաքել ինի բերել եւ իսկապես տարբեր տեսակետների քննարկում անել, որպես այդ քննարկման արդյունքում ինչ-որ մարդիկ սովորեն թե ինչպես պետք է բանանել։ Ինչ-որ մարդիկ իրենց տեսակետները կարող են փոխել, հասկանում եք ինչ նախնդիրը։ Ես նույնիսկ եմ ասում, մենք այն եզակի ուժերից ենք, որը հստակ ունենք կոնկրետ ծրագիր եւ այդ ծրագրի մեջ մենք պատրաստ ենք ներկայացնել սկսած սոցիալական խնդիրներից մինչև անվտանգային խնդիրները ամբողջական։ Եթե այդ խնդիրների ծրագիրը ունեն նաև ձեր ասած ուժերը, ազդեցիկ շրջանակները, բան, թող իրանք էլ ներկայացնեն։ Եթե դու չես ներկայացնում այդ ամեն ինչը, այդ ամորֆ է մնում։ Հասարակության դժգոհությունը մնում է նույնպես ամորֆ։ Հասարակության 90%-ը դժգոհ է իշխանությունից, բայց չի կարողանում կողմնորոշել թե ում հոտ գնա։ Սա ամբողջական։ Մենք պետք է պահանջատել լինենք այդ շրջանակներին։ Մենք պետք է մենակ ոչ թե մենք մեղադրանքներ ներկայացնենք Փաշինյանին, այլ մենք պահանջատել լինենք նաև այն մարդկանցից, ովքեր որ եթե չունեն, թող սովորեն, եթե ունեն, թող ներկայացնեն, կամ եթե ունեն, բայց ինչ որ կիսատ պրատոներ, կարծում եմ որ տլոր սեղանի շուրջ կանանք նստենք, իսկապես բյուրեղացնենք այդ process-ը, որպեսզի այդ բյուրեղացման process-ի արդյունքում մենք ունենանք միասնական օրակարգ։ Այդ միասնական օրակարգը կբերի արդեն միասնական ուժերի զարգացմանը։ Սա է խնդիրը։ Շնորհակալություն, բայց օրակարգը մեկն է՝ ազատագրվել թշնամական ներսի ուժերից։ Շնորհակալություն։